Աղոթքը պիտի լինի անկեղծ։ Ուրեմն մի հոգևորական է լինում, ամեն օր իրեն գալիս են աղոթքի խնդրանքներ են տալիս, անուն ազգանուններ, ամեն մեկը իր խնդրանքներով։ Այս մեկն ասում է իմ հիվանդներին բժշկություն, այս մեկն ասում է իմ գործերին հաջողություն, առողջություն, այսպես խնդրանքներ են տալիս։ Ու այդ հոգևորականն էլ սրտի աղոթում է, բայց որքան որ աղոթում է, այնքան խնդրանքները ավելանում են, այնքան պատասխանները քչանում են։ Այսինքն աղոթք խնդրում են մարդիկ, ինքն էլ է խնդրում, բայց պատասխան չկա։ Մի օր անկեղծ սրտով ընկնում է Տիրոջ առջև, հորդահոս ասում է. Տեր Աստված, այսքան աղոթում են ժողովուրդը, եկեղեցին լիքն է, ես էլ այսքան աղոթում եմ, ինչու դու չես պատասխանում։ Մեկ էլ հեշտակը բռնում է այդ ճգնավորի այդ ծերի վզից, ասում է արի քեզ տանեմ միտեղ։ Բարձրացնում է երկինք եկեղեցու վերևում, որտեղ աղոթքներն էին անցնում։ Աղոթքները բարձրանում են երկինք, չէ՞։ Ուրեմն այդ շերտն է, այդ ոլորտն է, որտեղ որ աղոթքներն անցնում են։ Ու այդ պայն եկեղեցում պատարակական ժողովուրդ։ Ասում է հիմա դու ստե ձեն լսում ես։ Հիմա գիտես պիտի երար է սա շերտը։ Մարդիկ եկեղեցում լիք աղոթում են, չէ։ Ասում պիտի երար այստեղ, հիմա պիտի աղոթքի շունչը, հոգին, խոսքերը պիտի լսվեին հիմա։ Չէ, ասում ոչ մի ձեն չեմ լսում։ Ոնց որ եկեղեցում ոչ մի աղոթք չի արվում։ Ասում հիմա արի իջնենք ներքև։ Տեսար այստեղ որ ձեն չկա։ Այդ որ ինչ անում են մնում անդե։ Բա ինչի։ Լավ, իջնում են ներքև, մեկ էլ տեսնում են մարդկանց են մոտենում ու միտքը բացում է հրեշտակ, այս ծերը լսում է, պարզատես է դառնում էլի։ Մեկը կանգնած է աղոթում, ասում է Տեր Աստված, մի հատ Lexus չլներ, մի հատ առնայի, ասում է ինչ։ Մի հատ ուրիշ երիտասարդ կանգնած, ասում է ինչ սիրուն աղջկա, այս սրա հետևից կարելի է գնալ, հա։ Տեր Աստված ինձ հաջողեցրու, այսպես լրիվ աշխարհիկ նյութական առողջությունը լինի, հաջողությունը լինի, եւ սա շատ իրական է։ Ամբողջ եկեղեցին լցված է։ Ու ոչ բան չեն խոսում, բայց մտքերը դե կարդում էր հրեշտակը, այդ ծերն էլ նայում էր, հա։ Եվ ամբողջ եկեղեցին ասում դե հասկացանք։ Գնում են տեսնում են եկեղեցու հետևը մի հատ 3-4 տարեկան աղջիկ երեխա ծնկած դե մտավոր աղոթք անելու կարողություն չունի, ինչ որ սրտի վրա, այն էլ բերանի վրա է, չէ, երեխան։ Ու բարձրաձայն աղոթում է, անկեղծ սրտով։ Ասում է Տեր Աստված, խնդրում եմ, նենց արա, որ իմ հայրիկը այլևս չխմի, չգատուն մայրիկին չծեցի։ Մեկ էլ հեշտակը իր դատչիկով անմիջապես որսում ասում, հա, տեսա՞ր, աղոթեց։ Շրթունքները եւ սիրտը եւ միտքը եւ հոգին միավորվեցին, անկեղծ էր աղոթքը։ Այն հոգուց էր ասում։ Այ Աստված նրա աղոթքը կլսի։ Տեսար օրինակը։ Հիմա այ հենց աղոթքի մեջ մաքրություն, պարզություն ու անկեղծություն պետք է լինի։ Այ ինչպես էս երեխան։ Ինչ էր խնդրում երեխան։ Ոչ իր խաղալիքներ խնդրում, ոչ իր բարեկեցություններ խնդրում, ոչ բան չէր խնդրում։ Տեր Աստված, նենց արա մեր տունը կռիվ չլինի։ Էս էր խնդրում, Աստված այս անկեղծի խորոց սրտի դուրս եկած անկեղծ աղոթքները լսում է։ Եվ դա էլ դառնում է ոնց արեմ, մեր կյանքի իմաստը նպատակը։ Աղոթքը դա էություն է, հա։ Երբ որ մենք աղոթում ենք, մենք պետք է մտնենք աղոթքի բովանդակության, մենք ում առջև ենք աղոթում, մենք Աստծո առջև ենք աղոթում, եւ թե մենք զգում ենք, ապրում ենք Աստծո ներկայություն աղոթքի ժամանակ, դա նշանակում է մենք սիրո մեջ ենք, սիրո մեջ լինելը դա ամենալավ բանն է, այդ ոչ իրական աղոթքը դա լռությունն է, որ դու մտնում ես բուն աղոթքեության մեջ, դու ոչ բան էլ չես ուզում խնդրես, չես ուզում ասես, ուզում ես վայելես ուղղակի, լռես,
Եթե մենք հասնենք այս աղոթքի պարզությանը, մաքրությանը, անկեղծությանը եւ ամենակարևորը լռությանը, ուրեմն մենք աղոթում ենք, հա։ Մնացածը Աստված գիտի, հենց Քրիստոս դա է ասում, փնտեցեք երկնքի արքայություն, Աստծո արդարությունը, մնացածի մասին մի էլ մտածեք, գիտի, Աստված կտա։ Այսինքն, երբ որ դու հասար այդ աղոթքի մաքրության, անկեղծության, պարզության ու լռությանը, Աստված քեզ գրկել ասում է մնացածը ես կանեմ, դու մի էլ մտածի նրանց մասին։ Եկել աղոթքից դուրս ես գալիս, դնում ես ծաղիկները ծաղկել են, տեսնում ես ծառերը պտուղ են տվել, տեսնում ես շենքերն ու քաղաքները, եկեղեցիները շենացել են, ես ինչ հրաշքա, որտեվ դու մտար լռության մեջ, որտեվ դու մտար այն տեղը, ինչ որ պետք էր, ուրեմն աղոթքը պետք է անկեղծ, մաքուր ու սուրբ լինի և հասնենք այդ աղոթքի լռությանը, ամեն